Եվ այսուհետ դառնալու է մի կարողանա, եթե չխոշորացվեն կարողանա ինքը։ Մեր մոտ եթե չխոշորացվելու սցենար չկա, մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին եւ դրա պարագայում արդեն ասեցի, որ այո, մեր տեխնացիաները ես հարցնում եմ, որովհետեւ հնչում են տեսակետներ, կարծիքներ, որ սա հենց այդ նպատակով է արվում, որ ձեր տեխնացուն կարողանա։ Ոչ այդ նպատակով չի արվում, արվում է հետեւյալ տրամաբանության մեջ խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ են կառավարելու տեսանկյունից եւ ավելի էֆեկտիվ են։ Եվ վաղար շաբաթը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք 21-ին չէի կանում ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են, ճիշտ այնպես ինչպես 2021-ին են եղել ուրեմն համայնքներ, որոնք վերամիավորվել են 2017 թվականի, 16 թվականի խոշորացումից հետո, այնպես որ սա շարունակական process է եւ պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանք։ Բայց պարոն Խուդայցյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր տեխնացիան վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն տեխնացուն է Աղարշապատի համար, հենց նույնն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշապատում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ Էջմիածնեցիները Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը։ Ինքն է գլխավորելու ցուցակը ԽՊ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Իսկ նախկին համայնքապետի հետ կապված այսպես բարբերաբար Գասպարյանի մասին է խոսքը, բարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալներ կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես ասեմ։ Ասիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ չեմ։ Երեքանից Facebook-ում ձեր 2019 թվականի գրառումն էին պատտում տարբեր անձին Կաշկովեսենկա, որտեղ դուք շնորհավորում եք Արցախի տոնը սեպտեմբեր 2-ին գրել եք Արցախը Հայաստանը եւ վեճ տոնը շնորհավոր Արցախ։ Շատ լավ, իսկ այդ շրջանակներին թվում է ես պիտի խմբագրեմ իմ կյանքի նախորդ ընթացքի հետ։ Քանի որ չեք խմբագրել, այսինքն կարող ենք ասել, որ հիմա չեմ խմբագրել։ Կարող եք այսինքն հիմա եք պնդում, որ Արցախը նոր իրողությունների մասով դուք գիտեք, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե այլ քաղաքական հարցեր կամ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող այլ հարցեր լինեն, սիրով Վաղարշապատի վերաբերյալ էր հարցը։ Պարոն Մեխակյանի նախով է փոխարինելու Արմավիրի մարզպետի պաշտոնում եւ ինչու է ըստ էության իջեցնում նրա պաշտոնը տանելով որպես քաղաքապետ եւ Լոռու մարզպետով է նշանակվելու, քանի որ 10 օրից ավել է Լոռուին մարզպետ չունի։ Մարզպետների նշանակման որոշումները ուրեմն կայացնում է կուսակցության վարչությունում է քննարկում այդ հարցը։ Երբ որ պարոն Մեխակյանի ուրեմն տեղափոխությունով պայմանավորված Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնա, վստահաբար վարչությունը այդպիսի որոշում կայացնի եւ դուք ինչպես այս պահին այդպիսի հարց մեր օրակարգում դեռևս մեր օրակարգում չկա։ Նույնը պիտի ասեմ վերաբերում է Լոռու մարզպետին, քննարկումներ կան, բայց երբ որ վերջնական որոշում լինի, քննարկում ասում եք Խուդայցյան այդ process-ը ժամկետային առումով նախատեսված է 2025 թվականի տարեվերջին կոնկրետ ժամկետ այս բան դեռ կմնամ ասել։ Ժամկետները հայտնի են Վաղարշապատում։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ տարեվերջին։ Խոշորացումն եմ հարցնում։ Նույն եթե նկատի ունեք ընտրական process-ը, նույն ժամկետի մասին ենք խոսում։ Պարոն Խուդայցյան, դուք խոշորացումից հետո այդ ընտրություններով համայնքների միավորման գործընթացը ամբողջականացվել է։ Այսինքն համայնքապետի ընտրությունները արդեն։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ։ Եվ խոշորացում եւ միաժամանակ կլինի։ Խոշորացումը կլինի բնականաբար մինչ այդ
այն աշխատանքային ռեժիմում ինչով ազգային ժողովը կհասցնի ընդունել վարչատարածքային ուրեմն բաժանման մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո արդեն մինչև տարեվերջ կլինեն ընտրություններ։ Պարոն Խուդասյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի իմ կյանքի ես կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափ։ Այսինքն հիմա է պնդում, որ Արցախը Հայաստանի է։ Ցավոտ իրողություն է այս տեղի ունեցողը, պարոն Խուդասյան, եթե ժամանակին Արցախը Հայաստան եք համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարը այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն չկա ձեր եւ վարչապետի միջեւ այս մասում։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եւ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու եւ այդ առիթները հնարավորությունները օգտագործել եմ։ Դուք իմ դիրքորոշման մասին լսել եք եւ այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Առաջարկում եմ հարցերը տալ ուրեմն նախարարության համակարգման ոլորտներում, մանավանդ որ այդ ոլորտներում մեծ թվով աշխատանքներ մի հարց, ձեր նախորդ հայտարարությունների հետ կապված եկեղեցու մասով դուք ասացիք, որ կաթողիկոսին կարող ենք փոխել սահմանադրությամբ ամրագրված շրջանակներ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն արել եմ եւ այդ մեկնաբանություններին ավելացնելու ուրեմն ոչինչ չունեմ։ Ինչով է առնչվում եկեղեցուն եւ կաթողիկոսի փոփոխմանը։ Ես նորից եմ կրկնում, վերջին этаպում բավարար թվով մեկնաբանություններ տվել եմ այդ թեմային եւ այդ մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում, պարոն Խուդասյան, դա է։ Սահմանադրությունը մարդիկ տարածության են հայտնում, ասում են նախարարը չգիտի, որ սահմանադրությամբ հնարավոր չէ կաթողիկոս անջատ է եկել։ Անջատ են իրարից։ Դուք իմ ասածը վստահաբար կոնտեքստից կտրում եք եւ նորից պիտի վերադառնամ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն այդ հարցն արել եմ եւ դրան ավելացնելու կարող եք անverջ շարունակել այդ հարցը, որին ես անverջ կարող եմ տալ այդ պատասխանները։ Կընդգրկվեն հանձնաժողովի կազմում ինչ որ կուսակրոնների են գտնելու որ ես մանրամասներին չեմ։ ՔՊ-ից կլինեն Հանձնաժողովի եւ ընտրության հետ կապված դուք երկու այդ բաները նիստեր ավականու ամեն դեպքում ՔՊ-ն կբոյկոտի, որ ԺՊ նշանակի։ Օրենքով սահմանված կարգով ուրեմն այլ մեխանիզմներ դեպքում գոյություն չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի որոշում կայացած, որ գնում է համայնքում արտահայտ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, մինիստը նշանակված է այսօր եւ չի բացառում, որ արդեն այս ժամերին տեղի ունեցել կամ այդ տրամաբանության մեջ ավելի ճիշտ է ասել, որ տեղի չի ունեցել։ Երկրորդ նիստը կնշանակվի դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում եւ մենք ունենք որոշում, որ մեր ավականու խմբակցությունը այդ նիստերին համայնքի ղեկավար չի ընտրելու եւ հետեւաբար այո ձեր ասած ընթացակարգով գնում ենք առաջ։ Որպես նախարար, որպես օրինակ ասում եմ, որ հասկանալի լինի։ Օրինակ դուք կամ առաջ որտեղ եկեք ես կոմեն իջուր դուք Արագածոտնի որևէ համայնքում առաջադրվել ընտրություններին որպես համայնքի ղեկավար։ Շատ լավ, ես կուզում ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին, որովհետև ձեր հարցի ես ձեր հարցի հետ տրամաբանության կամ գործընկերների հետ տրամաբանության մասը բաց թողեցի, չանդրադարձա, բայց դա շատ կարևոր է, իրականում համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Դա չպետք է համեմատվի։ Ես անդրադառնամ նախորդ հարցին, որը հնչել է եւ հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այս տրամաբանության մեջ մարզպետից համայնքի ղեկավար տեղափոխվել է, ուրեմն պաշտոնի իջեցում չի եւ պաշտոնի ցածրացում չի, ավելին կարծում եմ քաղաքականության մեջ զբաղվող ցանկացած մարդ, ցանկացած ուրեմն քաղաքական գործիչ պիտի երազի այդպիսի պատվին արժանանալու, երբ որ համայնքի բնակիչները իրեն հնարավորություն կտան։ Իմիջիալոց ասեմ, որ այդ առումով պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է խոյում եւ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Իմ հարցին եթե անդրադառնաք, նորից հարցը ենթադրենք դուք հիմա նախարար եք, գնաք Արագածոտնի ինչ որ համայնքում առաջադրվեք որպես համայնքի ղեկավար։ Դուք այդ հնարավորությունը իրավական առումով կունենաք։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող տեխնացում պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է։ Միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք
եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրել։ Ստացվում է իր համար են հատուկ չեն միացնում։ կասկածները, որ միացնում են, որ պարոն Մեխակյանը Մեխակյանը Ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում տեխնացուին, տրամաբանությունը հետեւյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում պարունակում են ընդհանրապես երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում դա Իջմիածին քաղաքն է եւ Ոսկեհատ գյուղը, այդպիսի մոդել Հայաստանի ոչ մի այլ տեղում չկա կիրառված եւ վերամիավորումը հնարավորություն է տալիս եւ մեծացնել ուրեմն Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետեւ մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքները եւ դա հնարավորություն է տալիս եւ Վաղարշապատում եւ Խոյ համայնքում այսպեսի այսօրվա իրավիճակով ասածից հետագայում ընդհանրացված Վաղարշապատ համայնքում իրականացնել ավելի մեծ ծրագրեր, իրականացնել ավելի հավակնոտ ծրագրեր։ Անդրադառնամ ձեր հարցի երկրորդ մասին, այստեղ պիտի նորից կրկնեմ, որ քաղաքական նպատակահարմարությամբ չի որոշվել, կառավարչական նպատակահարմարությամբ է որոշվել, հաշվի առնելով համայնքների բնակավայրերի եւ առաջին հերթին բնակիչների շահերը։ Պիտի ասեմ, որ նաեւ այս process-ը միայն Վաղարշապատով պայմանավորված չի, սա սկսվել է ավելի վաղ, մենք 2021-ին էլ ունեցել ենք միավորված համայնքների վերամիավորումներ, 2025-ին այդպիսին է կդառնա Խոյը եւ Վաղարշապատը, եւ այս process-ը այդտեղ չի կանգնի եւ 2026-ի թիմ հերթական ընտրությունների ժամանակ վստահաբար մենք նոր համայնքների, նոր միավորված համայնքների վերամիավորումներ կտեսնենք եւ այդ վերամիավորումների նպատակը նորից նույնն է լինելու բարձրացնել Իսկ մեկ էլ կխնդրեմ նշել են համայնքները, որոնք էլի նախատեսվում են քաղաքացիական, որոնք էլ որ ասում եք էլի համայնքներ կլինեն։ Այս պահին քննարկումները ավարտված չեն, չեմ ցանկանա։ Պարոն Խուդայցյանը, հաշվի առնելով նախորդ համայնքներով վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ԿՓ-2-ում էլ պարտվեց, միտեղ տենց բացահայտ պարտվեց։ Դուք ինչ հույս ունեք, թե միասին կարող եք 50%-ով Հարգելի գործընկերներ, նորից պիտի ասեմ, որ համայնքի ղեկավարի ընտրությունները դրանք առաջին հերթին տեխնացուների անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք մտահոգություն չունենք Վաղարշապատի հետ կապված, որովհետեւ վստահ ենք, որ պարոն Մեխակյանի եւ անձը եւ անցած ճանապարհը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման արդյունքում մարզում եւ Վաղարշապատում եւ Խոյում իրականացված աշխատանքները մեզ տալիս են այն վստահությունը, որ պարոն Մեխակյանը ընտրվելու է առաջիկա համայնքի։ Գուցե պարոն Մեխակյանը ունի բարձր վարկանիշ կամ հեղինակություն, բայց ԿՊ-ի վարկանիշը տեսնում ենք, որ ես նորից պիտի ասեմ, կլինեն ընտրություններ, կտեսնենք Ինչքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, այս խոսակցությունները ինձ հիշեցնում են ոչ այդքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը իջել է եւ դրանից հետո օրինակ իմ ղեկավարած Ալմավիր համայնքում քաղաքացիական պայմանագիրը 4.5% ավելի ձայն ստացավ, քան ստացել էր 2018 ղեկավարած Ալմավիր համայնքի բարակայում համբարձովի Գյումրիում էլ կոալիցիոն գործընկերներ միացել են իրար, մենք Վաղարշապատի հետ կապված այդպիսի մտահոգություններ չունենք, ժամանակը ցույց կտա, այդ ընտրությունները ամենևին էլ սարերի հետևում չեն եւ ժամանակը ցույց կտա, որ մենք մտահոգություններ չունենք եւ այդ չունենալու փաստը արդարացվելու է ընտրության արդյունքներով։ Ընդհանրապես այս երկրում որևէ մտահոգություն ունեք, որևէ ոլորտ կամ որևէ բան կա, որ ձեզ մտահոգում է, պարոն Խուդայցյան, որտեղ տպավորությունն է, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են։ Իմ համակարգման, ես ասեմ իմ համակարգման ոլորտներին առնչվող, այո, բազմաթիվ տեղեր կան, ուրեմն մեծ ոլորտներ են, որտեղ մտահոգվելու առիթներ կան, մենք փորձում ենք լուծել այդ մտահոգվելու առիթները, վերացնել դրանք, բայց աշխատանքային process է եւ հասկանալի է, որ ամեն ինչ հարց չի։ Ծրագրերը ինչու չեք հաստատում, ասում են, որ ձգձգում եք։ Երկու միջգերատեսչական նիստ է տեղի ունեցել այս տարվա ընթացքում, որի արդյունքում հաստատված բազմաթիվ ծրագրեր կան, ավելին ասեմ, այն բոլոր ծրագրերը, որոնք պատրաստ են եղել այդ բանի եւ փաթեթները ամբողջական են եղել, իրենք հաստատվել են, հաստատված ոչ մի ծրագրի մասով բյուջեի խնդիր չունենք եւ առհասարակ այս բային բյուջեի խնդրով պայմանավորված ծրագրի սահմանափակում։ Համայնքներ կան, որտեղ մեծ օրինակ կապիտալ շինարարություն պետք է անեսու 6 ծրագրով եւ եթե դուք կառավարությունը ուշ հաստատի օրինակ օգոստոսի կողմերը հաստատի, կմնա մյուս տարի։ Տեսեք, ձեր ասած ինֆորմացիան չէ ճշտված է, դուք ասում եք չեք հաստատել, մենք հաստատել ենք երկու միջգերատեսչական ուրեմն հանձնաժողովների նիստերում եւ վերջինը հաստատել ենք ավելի քան 1 ամիս առաջ, դրանից առաջ դրա նախորդը հաստատել ենք
ավելի քան 2-3 ամիս առաջ, իհարկե կան ոչ ամբողջական փաթեթներ, կան ոչ ամբողջական փաթեթներ, կան աշխատանքներ, որոնք կառավարության համար առաջնահերթություն չեն, մենք առաջնահերթությունները խմբավորել ենք, համայնքները տեղյակ են այդ առաջնահերթությունների մասին, ավելին ասեմ, որ ուրեմն արդեն կան բազմաթիվ կայացած շինարարական մրցույթներ եւ ես չեմ բացառում, որ այս օրերին էլ 2025 թվականին հաստատված սուբվենցիոն աշխատանքների մասով շատ համայնքներում աշխատանքներ են իրականացվում։ Պարոն Խուդատյան, Տավուշի մարզում տեսել եք ասֆալտկապակված այդ ճանապարհը փլուզվել է։ Դա ինչի հետևանքով է այդպես եղել։ Դե ասեք, որ ճանապարհի մասն Գյուղերից մեկի ճանապարհը, մեկը նույնիսկ այդ մասին ռեպորտաժ էր պատրաստել, այսինքն լավ չեն կարողանում կառուցել կամ հաշվի առնել նախապես, որ այնտեղ սողանկային ինչ-որ գոտի է համապատասխան աշխատանքներ անել։ Չիմացա, որ ճանապարհի մասն է խոսքը, բայց չեմ բացառում, որ եթե յուրաքանչյուր տարի կառավարությունը 700 կիլոմետր ճանապարհ է կառուցում, որից 500-ը կառուցում է հիմնականում ճանապարհային դեպարտամենտի պատվերով եւ եւս 200-ը կառուցում է համայնքներում, որտեղ կառավարությունը ունի համաֆինանսավորման մասնակցություն, յուրաքանչյուր տարի 700 կիլոմետր կառուցելով ես չեմ բացառում, որ 2-3 հատվածում էլ հնարավոր է որոշակի խնդիրներ, ասեմ, որ այդ ճանապարհները, եթե կառուցված են 3 տարվանից ոչ ուշ, իրեն գերաշխիքային ժամկետում են եւ այդ ճանապարհները ենթակա են վերականգնման առանց պետական բյուջեի ուրեմն վնասելու։ Մեկ հարցը տամ գնամ։ Պարոն Խուդատյան, ինչ սկզբունքով օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է համայնքներ, մի տեղում տեսնում ենք համայնքապետերը ներկա են, դիմավորում են, իսկ մյուս տեղերը համայնքապետերը ասում են տեղյակ չենք։ Վարչապետը վիդեո հրապարակեց, եկավ գնաց նոր իմացանք, որ հարգելի գործընկերները, հասցեատերը ուրեմն կառավարության արարողակարգն է, ես այցերի կազմակերպման մասով, արարողակարգային մասով ինֆորմացիա չեմ տվել։ Բան կա, օրինակ գնալ Գյումրի Վարդան Ղուկասյանին չասել, բայց կան բազմաթիվ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներ վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարները մասնակցում են, դիմավորում են հանրապետության վարչապետին, տեխնիկական կազմակերպչական հարցերով պիտի խնդրեմ հարցը ուղղել ուրեմն վարչապետի արարողին։ Որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, օրինակ ինչ է կարծում պետք է Վարդան Ղուկասյանը ներկա լինի, թե ոչ վարչապետի այցերին։ Առաջին հերթին Վարդան Ղուկասյանը պետք է ինքը մեկնաբանի, ինքը պիտի ներկա լինի վարչապետին, թե ոչ։ Մենք ասում ենք, եթե արարողակարգը պահեն ինձ կանչեն, ես էլ կգնամ։ Այդ տեսեք, հետ վերադարձանք արարողակարգային հարցերին, դրա համար որպեսզի տեխնիկական հարցերում ես չիմացության պատճառով սխալ քաղաքական ասեք, պետք է Վարդան Ղուկասյանը լինի, թե ոչ, որպես ես ասում եմ առնվազն քաղաքական առումով բազմաթիվ են այնպիսի համայնքները, որտեղ ընդդիմադիր այդ հարցը ուղղեք ավելի շուտ Վարդան Ղուկասյանին։ Իսկ դուք ընդդիմադիր համայնքապետերում եք ճանաչում, նկատի ունեք, որ գիտեք ընդդիմադիր են։ Հետաքրքիր է հարց եք տալիս։ Իրականում եթե անկեղծ վստահաբար այդպիսի համայնքի ղեկավարներ կան։ Ովքեր իրենք են իրենց համարում ընդդիմադիրներ, ենթադրում այդ համայնքի ղեկավարներն են ընդդիմադիր։ Իրենք ասում են համայնքի մի վար կան, ասում են համայնքի ղեկավար են ընդդիմադիր չեն։ Այսինքն ոչ թե քաղաքական բան չեն, թեև չեն ներկայացնում։ Ես ողջունում եմ համայնքի ղեկավարների այդ հայտարարությունը եւ համակարծիք եմ։ Դուք ասացիք ընդդիմադիր համայնքներ, դրա համար եմ ասում, էլի։ Ընդդիմադիր համայնքի ղեկավարները ասելով նկատի ունեմ են համայնքի ղեկավարներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իսկ նրանք ովքեր իրենց իշխանական են համարում կամ համարում են, որ իրենց գործը բացառապես համայնքի շահերը սպասարկելն է եւ համայնքի շահերին ծառայելն է, ես ողջունում եմ մեր համայնքի։ Ձեր մտքում մի բան կար, չէ՞, ինչ-որ անուններ երևի կային, որ ասացիք ենթագիտակ։ Դուք ինձ որքան էլ համոզեք, ես անուններ չեմ։ Մի բան է ճանապարհների հետ կապված, Նարեկը ասաց Տավուշ, ես էլ ձեր ուշադրություն հրավիրեմ, երեք մենք անցանք, դուք էլ եք վստահ անցեք տեսակ Փլուզված հատվածը ես առանձին զրույցում որոշ պարզաբանում ինքը ասաց ինչ է եղել, բայց շատ լավ, մարզպետը վստահաբար պարզաբանումներ ներկայացրել է, ես այդ պարզաբանումներին ավելացնելու բան չունեմ, ընդամենը ասեմ, որ ավելի հարցի ամենահետաքրքիր մասին անդրադառնամ մրցութային գործընթացը եւ առաջիկայում այդ հատվածը վերականգնելու։ Ոնց հասկացանք, ինչ որ դա ոչ մրցույթով, այսինքն կողքից ոնց որ հավելյալ կատարած աշխատանք եղել, բայց սողանքային նստվածքի հետ կապված աշխատանքներ են, որոնք վստահաբար կվերականգնեն։ Սա հենց իմ ասած տրամաբանության մեջ է, որովհետև մենք նախորդ տարի օրինակ 700 կիլոմետր ճանապարհ են կառուցել, իսկ ձեր ասած փլուզված հատվածը կարծեմ 15-20 մետր է։ Վճարվել է դրա համար։ Ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Պարոն Խուդատյան, ներողություն, Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չուլան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է, դուք սրան ինչ անեն օրինակ։ Ես կառավարության պատուհանների ուրեմն
Հələ չխնդրում եմ հատ նայեք, էլի փոշին ինչ հաստության դե ընդամենը հարցը պիտի ուղեկեն հողակին, ով որ զբաղվում է կառավարության շենքի պատուհան չի հիշացնում Ոչ։ ձեզ։ Ինչու ինչ փոշի։ Դա դուք հարցրեցիք, ես ասացի ոչ։ Իսկ ինչու է Եթե այլ հարցեր կան, եկեղեցում դրված է իրեր դրանք Չուլանի Չէ, դուք ինձ ուղիղ հարց եք տալիս, ես ձեզ ուղիղ պատասխան եմ տալիս։ Իսկ ինչպես է ստացվում, որ եկեղեցում դրված են իրեր, որոնք Չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ այդ Չորնակ անձրևային եղանակից հետո պատուանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուանին, դե ես չգիտեմ, հողակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են սպասարկում եւ երեք չի հիշացնում այս ոչ պատուհանը։ Իսկ կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։ Ես մի բան ձեզ հարցնեմ էլի Վաղաշապատի հետ կապված։ Դուք ասացիք, որ կառավարչական նաև հմտություններն է հաշվի առնվել տեխնատու ընտրության հարցը որոշելիս։ Ավականու կազմում չկար արժանի տեխնատու, ինչու դուրս եկաք ցանկից եւ որոշեցիք այդ տարբերակով։ Ավականու կազմից ընտրություն անել նշանակում է ավականու կազմից ընտրել համայնքի ղեկավար ընդամենը 1 տարի ժամկետով, որովհետև հաջորդ ընտրությունները նախատեսված են 1 տարի հետո։ Մենք ավելի խորքային լուծում ենք ուզում տալ, չենք ուզում համայնքները տանել ցնցման, ուզում ենք, որ նոր ընտրված համայնքի ղեկավարը էֆեկտիվ ժամկետ ունենա իր կարողությունները ցույց տալու եւ իսկապես համայնքային կյանքում դրական փոփոխություններ բերելու, դրանով պայմանավորված 2026 թվականին նախատեսված process-ը տեղափոխվել է 2025 թվական պայմանավորված առաջին հերթին Տիկին Գասպարյանի հրաժարականով։ Այո, Գասպարյանի մասով ինչ որ կոռուպցիոն խոսակցություններ կները ամուսնու հետ կապված։ Արծի ասիատերը ես չեմ, ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետ։ Եվ մի բան էլ ռիսկային չէ արդյոք գործընկերոջս հարցին անդրադառնալով արդյոք գնալ այդ ձեր ասած խորքային լուծման հաշվի առնելով որ պարզե դուք ուզում եք ձեր տեխնատուն անպայման հաղթի իսկ եթե չհաղթեց իսկ այս դեպքում դուք երկու անգամ եք շանս ունենում ընտրություններին մեր տեխնացուն առաջադրվելու մեր տեխնացուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու եւ մենք տրամադրված ենք օգնել պարոն Մեխակյանին այդ հաղթանակը գրանցելու հարցում